Մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինը մերցնել գիտեն։ Այլ հատկապես ես ցույց կտամ, թե ումից պետք է վախենալ։ Պետք է վախենալ նրանից, ով որ բացի մահվանից գեհեն իջեցնել գիտի մարդու հոգին։ Այսօրվա ավետարանական ընթերցման կիզակետը իբրև բնաբան այս խոսքերն են, որ հնչում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շուրթերից։ Ինչ իմաստ ունեն այս խոսքերը։ Նրանք, ովքեր որ ապրում են այս աշխարհի վրա, ժողովուրդ, ապրում են ըստ իրենց կամքի հայեցողության, թե ինչպես են իրենց դրսևորում այս աշխարհի վրա, դա միայն Աստված գիտի, բայց այն հավատացյալ ժողովուրդ, այն հավատացյալ խավ, այն հավատացյալ սերունդը, ովքեր որ փորձում են ճշմարտացիորեն ապրել այս աշխարհի վրա, բնականաբար չար մարդիկ, վատ մարդիկ, այս աշխարհում տիրող չարի սատանայի հետևորդ համարվող անձիկ անընդհատ խոչընդոտ են հանդիսանալու այդ ճշմարտացիորեն հավատքի մեջ գտնվող կամ ճշմարիտ ճանապարհով ընթացող մարդկանց։ Եվ անընդհատ շեղելու են խոսքով, գործով, մտածումով, իրենց արմունքով, արարքով, պախարակումով, թերագնահատելով, պիտակավորելով։ Եվ այս մարդիկ անընդհատ հալածանքների մեջ են։ Դրա համար ինչ է ասում Պողոս առաքյալը այսօրվա Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակի մեջ։ Ինչքան միշտ հիշեք, ասում իբրև քրիստոնյա։ Ինչքան Քրիստոսի չարչարանքներին բաժնեկից եք դառնալու, այնքան Տիրոջ մխիթարությունն եք ճաշակելու։ Ինչքան Տիրոջ մխիթարությունը ճաշակեցիք, այնքան Աստծո արքայությունը ավելի է մոտենալու։ Իսկ ինչքան խուսափեցինք Տիրոջ չարչարանքներից, այնքան Աստծուց հեռանալու ենք։ Ինչքան Աստծուց հեռացանք, այնքան փորձվելու ենք։ Ինչքան փորձվեցինք, այնքան դաժան է լինելու մեր կյանքը։ Եվ ինչքան դաժան եղավ մեր կյանքը, այնքան հիասթափելու ենք ամեն ինչից։ Եվ այս ամենը տանելու է նրան, որ օրերից մեկ օր, երբ որ Աստված արդեն դա աշխարհ դատելու աշխարհը, ոչ թե միայն մահես տեսնելու, որովհետև մահով չէ, որ սահմանափակում է այս աշխարհում ամեն բան։ Մահը սահմանափակումը չէ մարդու կյանքի։ Մահը մարդու կյանքի ընդամենը մեկ էտապից մյուս էտապ անցնելն է։ Ժամանակավորից հավիտենականը անցնելն է։ Այս կյանքը ժամանակավոր է, ժուրնալ է։ Միշտ եղել է իմ խոսքում անդրադարձ կատարել եմ ասել եմ, մարդու կյանքը այս աշխարհի վրա մի վեպ է, գրվում է մի վեպ, բայց այս աշխարհի անցնող ճանապարհը, որով ինքա կանցնի 10 տարի, 20 տարի, 50 տարի, թե 100 տարի, ինչքան որ ապրելու է մարդը այս աշխարհի վրա, երբ որ ավարտվեց իր ֆիզիկական մարմնավոր կյանքը այս աշխարհի վրա, կնշանակի թե տվյալ մարդը կերտեց այդ վեպի տիտղոսաթերթը դեռ։ Հիմա նոր է սկսվելու մարդու վեպը։ Այսինքն մարդու մահից հետո նոր սկսվում է մարդու կյանքի վեպը։ Հիմա նոր երկնային առկայության մեջ երբ որ բացվեց կյանքի գիրքը, նոր այնտեղ մանրամասնորեն նշվելու է ինչ արեցիր, ինչ եղավ, ինչ օգուտ քաղեցիր, վախեցար, չվախեցար, տարուբերվեցիր քո հավատքիդ մեջ, ճշմարիտ հավատ ունեցար, ճիշտ քրիստոնյա եղար, արդյոք ճիշտ ապրեցիր, արդյոք հետևեցիր Աստծո կանոններին, պատվիրաններին, օրենքներին, եկեղեցական վարդապետության եւ այլն։ Այս սրանք հատ նշվելու է։ Այսինքն կդառնա քո կյանքի վեպը երկնային առկայության մեջ։ Եվ այնքան ժամանակ մինչև Տիրոջ երկրորդ գալուց, երբ որ Տերը երկրորդ անգամ կաշխար, այդ կյանքի գիրկը բացվելու է, ու ինչ որ գրվել է արդեն երկնային առկայության մեջ, քաղելով երկրային քո ապրած կյանքից, շեշտում եմ, քաղելով այն քո երկրային ապրած կյանքից, որովհետև ամեն ինչ կապված է երկրային ապրած կյանքից։ Թե ինքդ քեզ ինչպես ես դրսևորել երկրի վրա։ Քանի որ Աստված դատում է ըստ գործերի, ոչ միայն հավատքի, այլ նաև գործերի։ Իսկ քո գործերը, քո քրիստոնեական արմունքներն են առաջներում, քո քրիստոնեական մտածելակերպն է, քո քրիստոնեական ապրելակերպն է,
Քո գործերը մենակ նյութական աշխարհիկ գործերը չեն, որով դու կարող ես ինքդ քեզ դրսևորել ցույց տալով, որ դու լավ մարդ ես, բարի մարդ ես, այս նրան հասար, նրան հասար, նրան հասար։ Այս նրանով չի սահմանափակվում, այլ քո քրիստոնեական ապրելակերպը, ինչ է նշանակում քրիստոնեական ապրելակերպ։ Երեք օրինակ ես մի տեղ էի գտնում դատավարության, որտեղ ներկա էի, դատավարություն չէր ավելի ճիշտ, ընտանեկան հարցի քննարկում էր։ 10 հոգի մարդ է նստած, 10 հոգի խոսում են քրիստոնեությունից, 10 հոգի խոսում են հոգևոր արժեքներից, 10 հոգի խոսում են բարոյական խրատներից, 10 հոգի խոսում են աստվածաշնչից։ Բայց ոչ ոք չգիտի ինչ է նշանակում խոստովանա հայր, խոստովանա զավակ։ Հիմա կասել հա ինչ կա։ Դա ինչ կապ ունի քրիստոնեական արժեքների հետ։ Շատերը կարող են ասել, դա ինչ կապ ունի մեր հոգու հավատքի հետ։ Շատ առանձնական եւ անձնական կապ ունի գիտակցել ինչ է խոստովանությունը, որտեղ քրիստոնեական մեկ էտապից մյուս էտապն անցնելու, մեկ դաշտից մյուս դաշտը անցնելու, մեկ կետից մյուս կետը անցնելու ճանապարհի կամուրջն է խոստովանությունը։ Իսկ այդ կամուրջը կառուցող է պետք, ովքեր պետք է կառուցեն խոստովանը հայրը եւ խոստովանողը։ Ով պետք է լինի խոստովանա հայրը, նա ով որ ունի իրավունք, ով որ ունի իշխանություն է կամուրջը կառուցել։ Ամեն մարդ իրավունք ունի կամուրջ կառուցել։ Հիմա ամեն մարդ իր խելքից փճացես երկրի մեջ չի կարող անել, մինչև երկրի իշխանությունից թույլտվություն չստա։ Այդպես է թե այդպես չէ, այդպես է։ Ուզում ես օբյեկտ բաց, ուզում ես բարի գործ արա, ինչ ուզում ես արա, ինչ քայլ կատարեցի, օրենքի թույլտվություն պիտի ստանաս թե չէ։ Փաստաթուղթ համապատասխան պիտի ունենաս թե չէ։ Այդ իշխանությունը քեզ պիտի տրվի թե չէ։ Դրա համար անհրաժեշտ է դիմել համապատասխան մարտիններին, որպեսզի կարողանաս այդ թույլտվությունը ստանաս, այդ գործողությունը կատարելու երկրում։ Հիմա նույն բանն է։ Եթե դու մի կետից, մի անդունդի եզրից, մյուս անդունդի եզր ես ասում, մի ժայռից, մյուս ժայռը պիտի անցես, իսկ դա անդունդ է։ Որ պիտի կամուրջ կառուցես, իսկ այդ կամուրջ կառուցելու համար թույլտվություն պիտի ունես։ Դու իբրև խոստովանած ավակ, իբրև խոստովանվող մեկ մարդ, ով որ ներսը լցվել է, ով որ ներսը կուտակվել է, ներսը բախտացել է, ծանրացել է, հոգեկան շեղում է արդեն առաջանում, այլևս չգիտի ինչպես քավի իր մեղքը, որովհետև ինչքան էլ գնում է եկեղեցի, ինչքան էլ աղոթում է, ինչքան էլ չգիտեմ ինչ անում, զգում է որ չէ, հետևած է, չփոխվա, հեշտ բան չփոխվա։ Աստված իր հետ չի խոսում, իր կյանքը չի փոխվում, դժնդակ է, ամեն բան իր չորս բոլորը, ամեն բան սուտ է, ուրեմն նշանակում է, որ քեզ անհրաժեշտ է խոստովանա հայր, քեզ անհրաժեշտ է Աստծո իշխանությունը ունեցող օծյալ հոգևորական, ում հետ դու կարող ես կիսվել, ով որ քեզ ճշմարիտ հոգևոր ճանապարհը ցույց կտա, ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր։ Ճիշտ ուղին պետք է ցույց տա։ Իսկ իհարկե ճիշտ ուղին բնականաբար չարչարանած ուղին է լինելու, ինչպես Պողոս Արաքյանն է ասում, ինչքան չարչարանակից լինեն Քրիստոսի չարչարանքների, այնքան Աստծո մխիթարությունը պիտի գտնենք։ Ուրեմն դրա համար հոգևորականը քեզ ուղղորդելու է չարչարանքի ճանապարհով։ Քեզ ասելու է պիտի էս ինչ անես, մսիցը պիտի կտրես, գրպանիցը պիտի կտրես։ Ինքդ քեզից պիտի կտրես, պիտի քեզ զրկես, պիտի փորձես տանջանքով, տառապանքով կատարես այն, ինչ որ Աստված է թելադրում, Աստվածաշունչն է թելադրում կամ եկեղեցի վարդապետություն։ Այսինքն պետք է չարչարես ինքդ քեզ, որ այդ մխիթարությունը գտնես, որ նոր գտնես այդ հետևությունը, որ նոր հանգստանաս։ Այլապես հեշտ ճանապարհով այդ հարցը չի լուծվում։ Թեթև ճանապարհով այդ հարցը չի լուծվում։ Դա կդառնա ընդամենը սովորական մի համակարգ քո մեջ, որ արտաքինից շղաշված կլինի մաքուր ապակիով, բայց ներսը ամբողջությամբ կերտով լցված է։ Ինչքան էլ ուզում ես կոֆեի բաժակը դրսից լվա, ներսի կոֆեն չի լվացվի։ Ուրեմն պետք է անպայման ներսի կոֆեն լվաս, որ կոֆեի բաժակը դրսից մաքուր։ Իսկ այդ ամենը իշխանություն պետք է ունի։ Ուրեմն
նույն կերպ ինչպես ասեցի մի կետից մյուս կետը անցնելու համար կամուջ պետք է կառուցվի, իսկ այդ կամուջի կառուցողը ցանկություն հայտնողը, այսպես ասած, պետք է լինի այն անձը, ով որ խնդիր ունի, պետք է դիմի համապատասխան մարմին, այսինքն տվյալ պարագայում խոստովանության պարագայում պետք է դիմի եկեղեցին, եւ որը կդառնա իր հոգու քավիչը, իր հոգու ճանապարհ բացողը, լույս սփռողը, հոգու դուռը բացողը, Աստծուն բերող ներսը մտցնող։ Ուրեմն այսպես եւ շատ-շատերը, ինչպես ասեցի, երեք այդ հանդիպանը ժամանակեպեսը պատկերացնում եմ հարյուրավոր, հազարավոր, 100,000-ավոր մարդիկ չգիտեն ինչ է խոստովանությունը, ինչ է խոստովանվել։ Բոլորը խոսում են ապաշխարությունից, բայց չգիտեն ինչ է ապաշխարությունը։ Ապաշխարությունը մինչև խոստովանության հասնելը մաքարման ճանապարհն է, 40 օրյա մաքարման, տկնելու, տանջվելու, տառապելու ճանապարհն է, զղջման ճանապարհն է, ինքնամերսման ճանապարհն է, ինքնաձախկման ճանապարհն է։ Մուսուլմանները օրինակ այսպես մի սովորություն ունեն, շիաները։ Ինքնաձախկվում են։ Հրաբարակով հերնում են, մարմինները բացում են, վերցնում են քյամարները, չգիտեք քյամարն չէ, այն բանն է, որի վրա կա հատուկ մեխերով ամրացված գոտի, եւ դրանով սկսում են իրենք ծաղկել։ 1, 2, 3, այնքան մինչև մարմինը պատառոտվում է, արում իշկա գալիս է, սա մարմինը մսերով հանդերձ թափում է գետի։ Ուրեմն սա կոչվում է ինքնաձախ, սրանով իրենց մաքրում։ Հիմա մենք էլ իբրև քրիստոնյա ինքնամաքրման ճանապարհը նախ եւ առաջ մինչև խոստովանության պահը հասնելը դա ապաշխարության ճանապարհն է։ Իսկ զղջում պիտի ապրես նախ եւ առաջ քո գործածը մեղքի համար, քո գործածը տարարկի համար, այդ վտանգավոր քայլիդ համար, ոչ թե պիտի տագնապես, այլ պետք է զղջում ապրես։ Տագնապելը ուրիշ բան է, զղջում ապրելը ուրիշ բան է։ Եթե տագնապեք, հաստատ զղջում չեք ապրել։ Իսկ անընդհատ այդ վախը մեջներս կլինի։ Միևնույն է Աստված կարող ինձ չների, միևնույն է ինձ ներում չկա, ես ինձ չեմ ներում, ես այսպես անընդհատ այս տագնապի մեջ կլինես, այդպես չես վստահի Աստծուն։ Այլ պետք է սրտանց հոգով, մտքով զղջում ապրես։ Զղջում ապրելուց հետո, որպեսզի արդեն իսկ ինքնախարազանման զբաղվես, ինքդ քեզ խարազանես, ուրեմն պետք է փորձես ինչ-որ մի ճանապարհ անցնել։ Ապաշխարության այդ ճանապարհը ինչ ճանապարհ է, մասն է խոսքը, որ քեզանից մի բան պիտի կտրես։ Ամենաթանկը թեբուս, որ դու համարում ես, որ առանց դրա չես կարող ապրել։ Լինի դա քարիզման, լինի դա մարտեակ, լինի դա չգիտեմ ում, պետք է փորձես համակերպել այդ մտքի հետ, որ նա քո սեփականությունը չէ, նա Աստծո սեփականությունն է։ Եվ պետք է փորձես կտրվել, շատերին այսօր մեկ կտրվելու թեմա կա, որ ասում ես, պիտի կտրվես, դա հեռախոս է։ Պիտի կտրվես հեռախոսից։ Միաժամանակ մի 40 օր հեռախոսի մեջ չպիտի մտնես։ Այդ հեռախոսը պիտի անջատես նստես։ Սա կլինի քեզ համար լիարժեք ապաշխարություն։ Քանի որ այս աշխարհի թողուց տեղյակ չես ճղայնա, չես տագնապի, չես բարգանա, վատ խոսքեր չեն գա մտքիդ, լեզվիդ, չես ասի, չես քննադատի, չես բողոքի, սա կլինի քեզ համար ապաշխարություն։ Այսօրվա ապաշխարության ճանապարհը հիրավի տեխնոլոգիաներից հեռու մնալն է, հեռախոսից հեռու մնալն։ Դու ինքդ քեզ արդեն ապաշխարության մեջ ես։ Ուրեմն հետո նոր հասնում է մեղքերի թողության շրջան։ Այսինքն նոր հասնում է այդ անդունդի վրա կամուրջը կառուցելու ժամանակը։ Կամուրջը կառուցելիս պետք է դիմես համապատասխան մարմնի, այսինքն օգտյալ հոգևորականի, որը միայն ինքը ունի իշխանություն, այդ կամուրջը կառուցելու թույլտվությունը տալու անդունդի վրա։ Ուրիշ ոչ ոք չունի։ Ինչպես օրինակ նշեցի, եթե գյուղացի ես, քաղաքացի ես կամ ցանկացած մեկ վայրի մարդ ես, եթե ինչ-որ գործ պետք է անես այդ գյուղի մեջ պետական հողի վրա, պետք է դիմես քո վարչական ղեկավարին։ Դու չես կարող գնալ դիմել դպրոցի տնօրենին, որովհետեւ ինչ-որ միտեղ
հուշարձան կառուցես։ Դու չես կարող գնալ դիմել բժիշկի գյուղի, որ ինչ-որ միտեղ արձան կառուցես, ինչ-որ միտեղ հող վերցնես, ինչ-որ բան անես։ Ում պետք է դիմես, պետական մարմնի տվյալ պարագայում այդ գյուղի քաղաքապետին, գյուղապետին կամ չգիտես վարչական ղեկավարը։ Այնպես է, եթե հոգևոր իմաստով ուզում ես քավել մեղքը, ջնջել մեղքը, վերակառուցվել, վերամիավորվել Տիրոջ հետ, պետք է դիմես համապատասխան մարմնին, այսինքն միայն իշխանություն ունեցող օծյալ հոգևորական։ Մենակ ինքը կարող է քո մեղքերի թողություն տալ, մենակ ինքը կարող է քեզ կապել Աստծո հետ, մենակ ինքը կարող է քո հոգիդ վերանորոգել, մենակ ինքը կարող է քեզ թույլտվություն տալ կյանքից կամուրջը կառուցես, որպեսզի անդունդից անցնես դեպի Աստված։ Այսինքն կամուրջ կառուցելու քեզանից դեպի Աստված անցնելու համար դի պարտադիր թույլտվություն վերցնես հոգևորականից։ Առանց հոգևորականի թույլտվության դու Աստծուն չես կարող հասնել։ Հոգևորական ասես չպետք է անցնես, ուզում ես սուրբ եղի, չես կարող հասնել Աստծուն։ Քանի որ միջանկյալ պատնեշը հոգևորականն է։ Այդ անդունդի միակ իշխանություն ունեցողը հոգևորականն է։ Անկամ Աստված չի կարող ասել հա կամ չէ, որովհետև ինքն է տվել այդ իշխանությունը։ Ասել է կապես կկապվի երկու, կարծակես կկարծակվի երկու։ Ունես իշխանություն եւ երկրի վրա ասում է, եւ ունես իշխանություն երկրում։ Ինչպես Մատթեոսի ավետարանի մեջ է գրված 5-րդ գլխում, ինչպես Լուկասի ավետարանի մեջ է գրված 21-րդ գլխում։ Այսինքն այն իշխանությունը, որ Աստված տալիս է, հետո ինքը չի բռնանում, հետո ինքը չի խառնում, այլ ինքը սպասում է մինչև կատարվի այդ իրականությունը։ Դրա համար երբ որ ասում է Սուրբ Գիրքը, թե մենք բոլորս այս աշխարհի մեջ ապրող արարածներս Աստծո պաշտոնյաներ ենք, բայց այդ պաշտոնավարությունը անցնելու համար պետք է անցնես մի ճանապարհ, պետք է գծես մի ճանապարհ, պետք է գծես մի ուղի, որով կշինվի, որով կգրվի քո վեպը, կյանքիդ վեպը կգրվի։ Եվ երբ որ ավարտվեց քո կյանքը այս աշխարհի վրա, սկսվեց նոր քո վեպը, ուրեմն նոր կտեսնես, որ այս կյանքը, այս աշխարհը ընդամենը այդ վեպի դիտխոսաթերթն է։ Չգիտեմ, երբևէ գիրք կարդացած կլինեք, անընդհատ այս մասին ասում եմ, որ գիրքը որ բացում ես, ինչ որ գիրք պետք է կարդաս, գրքի առաջին էջը կա դիտխոսաթերթ, այսինքն ներկայացնում է վեպի պարունակությունը, թե վեպ ամբողջ այդ գրքի պարունակության մեջ ինչ կա, ինչ իրադարձություն պետք է տեղի ունենա։ Սկզբում կաշ կոնկրետ գրված է դիտխոսաթերթի վրա այդ կենսագրությունը, վեպի հետ կապված բոլոր տեղեկատվությունները, հետո նոր գիրքը բացում ես, ներառությամբ որ ասում ես վեպի պատմության։ Ուրեմն նույնն է մարդու կյանքի պատմությունն է այս աշխարհում։ Բայց եթե այս կյանքում, այս աշխարհի վրա որևէ մեկը փորձի քեզ կուրորեն տանել դեպի կործանման, փորձի քեզ ոչնչացնել, փորձի քեզ տանջել, ուրեմն սա ոչ կլինի թե քո հոգուն է տանջանք, այլ կլինի քո մարմնին տանջանք։ Դրա համար Սուրբ Գրքում Հիսուս Քրիստոս ասում է. մի վախեցիր նրանից, ով որ մարմինը կմերցնել գիտեն, այլ վախեցիր նրանից, ով որ հոգիդ կործանել գիտի, հոգիդ գերեզմին չես տվել։ Հիմա այստեղ դու կամաչես իբրև քրիստոնյա լինել, դու կամաչես հասարակության մեջ Երևան իբրև քրիստոնյա, այստեղ դու կամաչես քրիստոնեական վարդապետությունը սերտել, դու կամաչես Աստվածաշնչով առաջնորդվել, կարող իբրև ճշմարիտ հավատացյալ լինել, դրանով արդեն իսկ որոշված կլինի քո հոգուտ ճանապարհը դեպի դժոխք։ Իսկ եթե դու արհամարես այս աշխարհի անց ու դարձը, արհամարես այս աշխարհում ամեն մի խոսք, ամեն մի հերյուրանք, ամեն մի բամբասանք, ինչ է թե դու կարող ես լինես հավատացյալ, քո հարևանը, քո բարեկամը քեզ վրա ծիծաղի ասում, հավատացյալ ես տարել, կամ քեզ վրա ծիծաղի ասում, թե լավ է Աստվածաշնչագետ ես տարել, կամ եկեղեցու հետևորդ ես տարել, ուրեմն քրիստոնեական արժեքները իմանալով ավելի շատ հոգուտ տունն ես կառուցել, մարմնից ոչինչ չես տալու, մարմինդ էլի չարչարվելու է, որովհետև քեզ հալածելու է, որովհետև քեզ պախարակելու է, քեզ անպատվելու է,
Քեզ տագնապի մեջ են բայում, զրկելու են, հնարավորինս փորձելու են, որ դու լավ կյանք չունենաս, արդյունքի չհասնես, նպատակի չհասնես։ Ուրեմն իշքան չարչարան կա, այս կյանքում քեզ տալու է, եթե դու փորձեցիր դեպի Աստված գնալ։ Ուրեմն ընտրությունն է, բայց քոնն է։ Ուզես կգնաս դեպի Աստված, կչարչարվես, բայց հոգիդ կփրկես։ Չես ուզի գնալ Աստված, չես չարչարվի, բայց հոգիդ կգնա դժոխք։ Հիմա որն է ավելի ձեռը, ժամանակավորապես ապրենք այս աշխարհի վրա։ Մեր հոգին է հավիտենապես ու հավիտյան դժոխք տարապի, թե ավելի լավ է ժամանակավոր չարչարվենք, իսկ մեր հոգին հավիտենապես հանգստություն ու երամություն։ Ու ամենաճիշտը հոգու ճանապարհն է։ Ուրեմն հոգևոր կյանքը սա է, քրիստոնեական կյանքը սա է, եւ Քրիստոսի խոսքն է սա։ Ուրեմն ասում է, ով որ ինձ չուրանա մարդկանց առաջ, ով որ ինձ վեր բարձրացնի մարդկանց առաջ, դատաստանի օրն էլ ես եմ նրան բարձրացնելու Աստծո առաջ, Հոր առաջ։ Իսկ ով որ երկրի վրա կուրացավ ինձ, ով որ երկրի վրա մոռացավ ինձ, ով որ ամաչեց իմ մասին խոսել, ուրեմն ես եմ երկնքում, երբ որ ինքը մեռավ հասավ երկինք, ես ընդեղ սպասելու եմ։ Եկավ ընդեղ նոր իր հարը կտեսնի։ Հասավ ընդեղ նոր կիմանա։ Նոր կասել, թե փիլն ինչ թրջում։ Նոր կիմանա, թե ինձ ուրանալը, ինձնով չաբրելը, ինձ մարդկանց առաջ չխոստովանելը ինչ է նշանակում։ Քիչ էստեմ հավիտենական դժոխք։ Ուրեմն Աստված ինչքան դեպի է ասել, Աստված ինչքան բարեկույթ է, այնքան է նախանձախնդիր։ Եթե մի ծնողի խնդրանք անընդհատ չկատարես, եթե քո ծնողիդ չսիրես, ծնողիդ չհարգես, ծնողիդ անդադ պախարակես, խայտարակես, անպատվես, տանես քծես սերանոցները, ունեցվածքը ձեռքից վերցնես, ծեծես, շարքես, փշրես, ինչքան է ուզում է ծնող լինի, վերջը դավադին կհոգնի քեզից։ Օրերից մեկո ժառանգությունից էլ կզրկի։ Քեզ իրենից էլ կկտրի կզրկի։ Կուրանայով անեց։ Այսինքն ինչպես դու կվերաբերվես քո ծնողին, այնպես է վաղը չմիսով ծնողդ պետք է վերաբերվի քեզ։ Դրա համար ինչպես դու կվերաբերվես Աստծուն, ուրեմն օրերից մեկ օր մեռնելուց հետո Աստված է կվերաբերվի քեզ։ Դրա չպետք է վախենալ այս կյանքում այս աշխարհի մեջ որևէ մեկ վարտապետություն սերտելուց։ Չպետք է վախենալ այս կյանքում որևէ մեկ քրիստոնեական արժեքներին հետևելուց։ Չպետք է վախենալ մարդկանց չարչարանքներից, մարդկանց տառապանքներից, մարդկանց փորձություններից, չորս կողմից գալացած խոսքերից, հերյուրանքներից, հայոյանքներից, չգիտեմ դեռ տագնապներից, որովհետև Աստված կա եւ Աստված է գնահատողը, որտեղ ենք մենք առավելություն ունեցել, որտեղ ենք մենք թերություն ունեցել։ Ուրեմն այսօրվա ավետարանի խոսքը մեզ այս է ուղղորդում մեր եկեղեցու 3 մարտիրոսների բարեխոսությամբ, քանի որ այսօր մեզ համար նաև տոն է եկեղեցում, Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է, ով որ հենց այս նույն կանոնով է որ շարժվեց, այս նույն կանոնով էր առաջնորդվեց, հենց այսպես է որ կրեց 5-րդ դարաշրջանում իր մահկանացուն, իր նահատակությունը կրեց Գևորգ Զորավարը եւ սրանով փառավորվեց։ Եվ տեսեք 5-րդ դարի Զորավարը։ Այսօր 2025 թվականն է։ Մինչև այսօր Գևորգ Զորավարը իբրև սուրբ հռչակված ապրում է մեր սրտում մեր հոգում։ Իբրև բարեխոս երկնքից հանդիսանում է բոլոր զինվորներին։ Ինչպես Սուրբ Սարգիսը, այնպես էլ Գևորգ Զորավարը։ Այսօր որ բոլոր սահմանամերձ գտնվող գոտիներում աղոք է բարձրացվելու Գևորգ Զորավարի բարեխոսությունը այցերով եւ այդ աղոքով առաջնորդելով բոլոր մեր զինվորյան դասը։ Ինչպես նաեւ Ադոկտոսի մասին։ Ադոկտոսն էր մի զորավար էր, մի զինվոր էր, Քրիստոսի զինվորն էր, ով որ Քրիստոսի անունը խոստովաներ, նահատակություն կրեց։ Տեսեք, այն էլ կյանքը տվեց։ Ասեց ես Քրիստոսի հետևորդ եմ, ասեց ես քրիստոնյա եմ, բռնեցին, իջեցին, գիզը կդրին։ Մեզանից հասած որևէ մեկ այդպիսի բան չի արել։
Եթե ասի ես Քրիստոսի հետևորդ եմ, որ իմանա իրանք որտ է, այսօր ոչ ոք չի անի, տեղում կուրա։ Այստեղ արդեն Քրիստոսի խոսքը կգա, ով որ երկրի վրա ինձ ուրանա, ես էլ նրա պիտի ունենամ երկրի։ Բայց իբրև բարեխոս, իբրև առաջնորդ, այսօր Տերը մեզ սովորեցնում է Գևորգ Զորավարի Ադոկտոս սրբի, ինչպես նաև Ռոմանոս երկեցողի հիշատակության տոնով, որը նույնպես իր նահատակությունը կրեց, Աստծուն իր փառքը տալով, առավոտից իրիկում փառք տալով Աստծուն, երկելով փողոցից փողոց ասում ման էր գալիս։ Եվ այդ երկեցողության համար, իր փառաբանության համար մարդուն հեթանոսները գլխատում, սպանում, քարտոզում։ Ուրեմն դրա համար Քրիստոս ասում է մի բախեցեք նրանցից, ովքերով մարմինը մերցնել գիտեն, այն բախեցեք նրանից, ով որ հոգին գեհետ իջեցնել գիտեն։ Ինչպես այս սրբերին է, եւ շատ սրբերին մարմինները մերցրեցին, բայց մարդկանց անունը չկորավ։ Այսինքն մարդկանց հոգին չկորավ։ Բազմաթիվ մարդիկ կան, տեսեք երկրի մեջ ինչքան թագավորներ կան, ինչքան իշխաններ են եղել, ինչպիսի դեմքեր են եղել, ինչպիսի մարդիկ են։ Այսօր Հիսուս փոզերը չեն, գերեզմանների տեղը չկա անգամ։ Ով է հիշում։ Էնա պատմություններ կամած ջնջում են, անում են դասագրքերից, որ ընդհանրապես ու պատմություններ չիմանաս, վերջեր որտեղ ես պիտի իմանաս, թե ես ինչ ժամանակաշրջանում Երևան տունիների դինաստիայի Երևան առաջինը մեր թվարկությունից առաջ ստեղծել է Երևան տունիների դինաստիան, չգիտեմ 300-400 քան թվական։ Ով է իմանա։ Այլևս ոչ ոք չի։ Հիմա ցանկացած մեկին հարցնես պատմություն չգիտի։ Խոսում ենք Տիգրան Մեծի մասին, բայց հարցնես Տիգրան Մեծի ժամանակաշրջանը չգիտի։ Հարցնես Տիգրան Մեծի օրոք ովքեր է եղել չգիտի։ Մեր թագավորների, իշխանների անունները հարցնենք, գոնե մերոք, հարցնենք մենք չգիտի։ Ինչի համար, որովհետև ում որ պետք է գիտեն, ում որ պետք է չգիտի։ Հիմա ցանկացած մեկ դպրոցականի, մեծահասակի, եթե հարցնես ասես տրտակ, մեծ թագավոր, տրտակ երրորդ թագավոր, միանգամից գլխի մեջ գալիս է, որ սա այն թագավորն է, ով որ ընդունել է քրիստոնեությունը, այս աշխարհի մեջ, իբրև պետական, միանգամից կհիշի։ Բայց ասենք, Վասակսյունի, ով գիտի, Վասակսյունի, նող էշա։ Ասենք, Արշակ չորրորդ թագավոր, դե ասենք, ով, ինչ մանակ, ով։ Եվ այսպես շատ շատերի անուն կա։ Այսինքն նրանք, ովքեր որ ֆիզիկական մարմնավոր կյանքով են ապրել, արհամարել են հոգին, այդպես են կործանվել են, անհիշատակ գնացել են։ Իսկ ովքեր որ արհամարել են մարմինը, փրկել են հոգին, մինչև այսօր հիշում են։ Ուրեմն մարդու տրված Աստծո պատգամն այսօր սա է։ Կուրանաս քո անձը, կթողնես քո մարմնավոր կյանքը, կգնաս Քրիստոսի չարչարանքների թևուս հետևից, ուրեմն կգտնես կշահես քո հոգին։ Վաղը չմիսոր քո անունն էլ կթնդա այս աշխարհի մեջ։ Անկախ քեզանից է կորած էր մարդ լինես, վերջը եկեղեցին կգտնի քեզ կսրբացնի։ Ու քո անունը գրքերի մեջ, պատմության մեջ կշոշափի։ Բայց եթե հայտնի մարդ լինես այս աշխարհի մեջ, երբ որ հետևեցիր ֆիզիկական հաճույքի, մարմնավոր կյանքի, երբ որ մեռած, այլևս քո հոգու մասին, այլևս քո մասին ոչ ոք չի հիշի։ Այլևս ջնջվել ես, բարձրացես գնաս։ Այսա էլ քեզ կլինի այն պատասխանը, որ այսօր ավետարանը տրվեց։ Որ քիշնես հոգու կկործանես։ Ուրեմն սա է քրիստոնեական նպատակը, մեր ապրելու նպատակը եւ Աստծո տված հորդորից, թե ինչպես պետք է լինել քրիստոնյա, ինչպես պետք է ապրել, որպեսզի կարողանանք շահել Տիրոջ բարեկեցությունը, որպեսզի կարողանանք շահել Տիրոջ ողորմությունը։ Ուրեմն թող մեր սրբերի բարեխոսությունը բոլորիս վրա լինի, Տիրոջ օրհնությունը եւ Աստվածային շնորհը բոլորիս բարուրած եւ հաղթած լինի, եւ մենք էլ իբրև ճշմարիտ քրիստոնյա հետևենք Տիրոջ խոսքին ու գործին, լինելով ճշմարիտ, հավատացյալ եւ ապրենք հոգու բրության մասին մտածելով։ Թող Տիրոջ օրհնությունը բոլորիս վրա լինի այժմ եւ հավիտյանս ամեն